Էսի որ փողոց, էսի փոս, Չարբաղ փոս, որ փողոց։ Վարտի փողոցն է ապը։ Որ Մարկը Վարտի։ ինչ էլ անուն է։ Հա, դե դեմեցի անունն է էլի։ Կոյուղի է, չէ՞ էսի, կոյուղին է։ Բա քանի օր է այս վիճակն է։ Մի 15 օր է էլի։ Բա վիոլա չեք ասե։ Ամենտեղ տոթեր վիոլա։ Բա ով թաղապետարանը։ Շենգավիթի։ Էսի սենց գնում։ Տներ էլ ալծվում։ Իմ որ ասպա կեղտա սահադաշտ։ Չէ՞։ Տես, կանգակի, կանգ հանգնում էիր։ Լուստեն նայ։ Բալի ժողովուրդ ջան։ Ստեղից դուրս է գալի։ Հունվարի 7-ն է 2026 թվական։ Գտնվում ենք Երևան Շենգավիթ վարչական շրջանի, որ փողոց էր Մարկ Կվարտի։ Մարկ Կվարտի, ասում են Նեմեցա, էլի։ Այդ անունը կրող փողոցում, որ ավելի շատ նաև հայտնի է երրորդ փողոց, որտեղ ըստ բնակիչների 15 օրից ավելի է դիտահորից տեսնում եք։ Կեղտաջուրը դուրս է գալիս ու հոսում է։ Ամբողջ ճանապարհը նախ կեղտից առաջացած, կեղտաջրից առաջացած մերկասառույցն է։ Բնակիչները մի քանի անգամ ահազանգել են վիոլաջրից պատասխանել են, որ դա իրենց պոզիցիան չի, իրենք չպետք է զբաղվեն դրանով, այլ համայնքը, տվյալ դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պետք է զբաղվի կամ Երևանի քաղաքապետարանը։ Հիմա այս պայն այստեղ պետք է լինեք, որպեսզի տեսնում եք դիտահորից թափվող, դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ոնց է հոսում ու անգամ սառը այս եղանակին գարշահոտ վիճակ է տիրում։ Բնակիչները նաև նշում են, որ կանոնավոր վճարումները կատարում են, բայց տեղը որակյալ սպասարկում չեն ստանում։ Ամանորին ընդառաջ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը Facebook-յան իր էջով շնորհավորել էր համայնքի բնակիչներին, ասելով, որ բնակիչները 2026 թվականին կզգան այն, որ թաղապետարանը միշտ իրենց թիկունքին կանգնած է, ցանկացած խնդիր համայնքում եթե լինի, թաղապետարանը շատ արագ կարձականքի եւ լուծում կտա։ Հիմա այն որ ասում է դե ձեզ տեսնենք բան որ տղեկ, մեկ էլ միզար տվեք։ Հիմա հարգելի Շենգավիթի թաղապետ, կատարեք ձեր տված խոստումը, որ բնակիչներին ասում եք, թե մենք կլուծենք ձեր խնդիրները։ Իսկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավանաբար պետք է կյանքի կոչի իր թիմի որ ասում է բանը ասեք կանենքը լրիվ կեղտաջուր եկավ լրվավ սառած ճամփի խաչը էսի ոչ թե անձրևից է ձյան հալոցն է սառը այդ կեղտաջրերն է սառը տներելա չէ լցվում Հիմի պապի տունը լցված է Հիմա այն տուն ոնց մտնենք մտնես սպալնի նկարես ապետ տնաս ինչա կատար տրապից էլ է բաղնիկով մաղնիկով տները չէ արա մեռնեմ քեզ ես Հիմա ընդհանուր մի
20-30 տուն ասում է լցվում է։ Ստե ջերգեկով սաղլիկն է ապա։ Հետևի փողոցն էլ լցած տները։ Ես չորրորդ փողոց։ Ժողովուրդ իսկ կներեք, վիոլա ջուր վերջին անգամ երբ եք զանգել։ Է վիոլա ջի, թաղապետարան։ Ապս մի ամիսա զանգում եմ։ Հեռախոսը բերեմ ցույց տամ գնաս օրերով հետո զանգած։ Շունիկ ջան, արի այդ կեղտա բանում հետ մի անցի։ Այս տունն է լցվում, մի խոսքով տան նկուղներ էլ է լցվում։ Ֆուֆ։ Այս եղանակին հոտը, որը զգում ես, բա ամառը ինչ կլինի։ Հա, հեսա, հա, ճիշտ է։ Հա, հեսա, այ, հեսա։ Սենց գնում է, ժողորդ էնի որ փողոցն է, են է չորորդ։ Են, գնում եմ հասնում իչև Հովանեսյան փողոց ու տենց, վայ։ Հուֆ, հոտը սպանում այս եղանակին դաժը։ Ասենց գնում հայ աղբերս, տնայ հասավ Հովանեսյան փողոց, դիտավորն այ կոտրած, ջարդած, սենց գնում է կեղտա ջուրը։ Կեղտա ջուրը որտես գալ է հասկմաստ է։ Մարդը կեղտա ջրի սառած բանով եթում է։ Կեղտա ջրի մեջով մարդիկ եթում են։
Կեղտաջրի ընդեղից գալի հասմասը ձեն է, ձեն որ տանը շնորհավոր։ Ավոր վիճակա։ Քաղաքային տրանսպորտն էլ ասենց գնում։ Այս կեղտաջրի միջով գնում է։ Քաղաքային տրանսպորտը նույնիսկ։ Նայք, քաղաքային տրանսպորտը որտեղ է կանգ առնում, այդ կեղտաջրի մեջ։